Բարի լույս եմ ասում իմ սիրելի հետևորդներին, իմ ամենա բարի ու լավ հետևորդներին։ Այսօր օրը երեքշաբթի է, աղբահանության օրը։ Ծաղիկները օր-օրի են մեծանում ու այսենց եկեղեցու սանգերը լսում եք ժամը 9-ն է։ Ալեքսին չնկարեցի, չուզեց։ Մեր մոտ զուտ այսենց կարտոն թափելու օրը։ Դեռ չի եկել, տեսեք, թաղում այսենց մարդիկ հանում են իրանց աղբը ու գիտենք, որ աղբահանության օրը մեր յասամանը արդեն լավ բացվել է, մեր այն մուկ տեսակն է ու հոտով։ Մոտեցրել եմ տեսախցիկը։ Տեսակ իմ սիրունը, այսքանը ի սրտե ձեզ եմ նվիրում, սիրելի հետևորդներ ջան, ի սրտե, մեծ սրտով, հաճույքով։ Հիմա բակը ահագին կարգի է եկել, որոշեցինք ոչինչ չցանենք, ավելի շատ Նիկայի որոշումներ, դե որ ուզեց ինչ ասեմ, թող լինի տենց, ավազի կույտից այսքանն է մնացել, ուզում եմ ցույց տամ, թե երեկ ինչով է զբաղվել իմ ամուսինը։ Այս էլ երկինքը, այս սեռի ամպերը հենց տենում եմ, ըսկուրն եմ հիշում, այս իմ ամանի սրբիչն է, հավաքենք, այս էլ ճիշտ է լավ չի չորացել, բայց վախենամ անձրևը գա։ Օպա։ Այդ թե ինչով է զբաղվել իմ ամուսինը, ներկել, թարմացրել, դեռ մի բան էլ չի հավանում, ասում եմ մի շերտ որն է, մի անգամ էլ եմ ներկելու, մեկ էլ են մասն ենք ուզում ներկենք, տենանք, թե ներկը կավելանա, թե ոնց կլինի, բայց թե գոնե այս աստիճանները լավ թարմացավ, իհարկե զաբորներ վառոդնել ենք ներկելու, բայց այդ արդեն տենանք երբ, հեսա, այս շվերերով բանով, այսենց լավ ներկվել է, գնանք տուն, ծաղիկներս, սիրում եմ չէ, մամայի նվիրած ծաղկի երկրորդ կոկոնն է բացվում,
շուտով են մեկը մկրատով կտրելու եմ այսօր։ Ու գնանք առաջ դեպի տուն։ Այդ իրիկունը լրիվ հավաքել, մաքրել եմ, նույնիսկ մի հատ աման չունե հելվալու, այս շորն էլ հելված են։ Այ հիմա սիրելի հետևորդներս, դեմքով ձեզ բարի լույս ասեմ, միանգամից այս հագուստով, բայց ասեմ, որ շատ գործեր եմ արել, շատ անգամներ, երբ որ ասել եմ շատ գործեր եմ արել, զգացել եմ, որ մարդիկ սկսել են ասել նույն հագուստով ես արավ, նույնով են արավ, ոչ, տենց չի, որովհետև օրինակի համար այն որքանի մոտ են Նիկայի գնալու օրերը, որ գործը, որ ինձ անհրաժեշտ է ու գիտեմ, որ մենակով չեմ կարամ, այսինքն կարամ, բայց վախենում եմ, կոնկրետ այս դեպքում գազն եմ առաջ քաշել տվել, հետևը կողքերը մաքրել, կոպիտ ասած գեներալնի ու բոր կա, այդ բառը ես չեմ սիրում, բայց ուզում ես, թե չես ուզում, մեկ-մեկ կրկնում ես։ Դրանից հետո լվացքի մեքենան եմ առաջ քաշել տվել, էլի հետևը արանքները մաքրել, նենց որ իմ դուրը գա, որովհետև առանց դրա չի լինի։ Հմիել հագել եմ նենց, որ ամեն րոպե զանգի եմ սպասում, պիտի դուրս գամ։ Իրար հետ չայ ենք խմել, նախաճաշի նման մի բան ենք արել, հետո երեկ հյուր ունեինք, ամուսնյակիս ընկերն էր մեր տանը, խոսում էին դե սիստեմից, ստեյ փռիգաթեն շատ հավանել էր Նիկան, դուրն եկել էր, ասմա բա որ տաք ելներ, ինչքան լավը կլներ, զանգել եմ հարցրել ու խնդրել, որ այդ տաքանելու պահին ինձ զգուշացնեն, գնամ վերցնեմ, ուզածն ինչ համարդու, մի կուճր բան, տանը դեռ մի գունց լայաննի խմոր ունեմ, ասի թխեմ, ասավ ոչ, ու ես ուզում էի խմոր անեմ, ասավ չանես, մի խոսքով էլի, դե ասավ, մի կոմից ինձ էլ ամեր բերել, տենց ուզեց, թող տենց ուզի, ասմա համով ես սարքն, լավն ես սարքն, դուրս շատ ակալի, բայց նենց էլ շատ ես չարչարվում, երեկ ընկերոջ մոտ կյանքım առաջի անգամ, այն որ իմ մոտ ինձ գողացած չտա, բայց երեկ ես իմ թեն ուր հասցրին, սաղ տունը վրենա, էսա ենա, անթերի ոչինչ չկա, եղածը չի քանդվում սարքվում, մի խոսքով էլի սիրելի հետևորդներ, այնպես չի, որ խոսքի օրինակ փող աշխատես, գումարը տաս կամ սալոններին, կամ հագուստին, դրան էլ ենք տալիս փառքաստ, նվերել ենք ստանում, տալիս էլ ենք, գիտեք, կիսվում եմ, բայց կինը կին չի, որ էնել եթե աշխատում ես, թակուն կոֆե եմ խմում, երեք միասին, կինը կին չի, որ տան մեջ 23 տարի է էսա, բայց էլի մարաստրացը չունենամ, որ էքուց խիղճս հանգիստ ելնի, էլի իմանամ ես էլ եմ մարդ, ես էլ եմ կարացել, ինչ-որ թե մի բանով օգտակարում են տանը, որտեղ ապրում եմ։ Հիմա չասեք թազա կարտոֆիլ, էսա այնա, թազա կարտոֆիլ մի անգամ առել եմ, սրանից դեռ շատ ունեմ ու թափելն էլ չեմ ուզում,
Այն օրը մի քիչ տվել եմ, հասկացա, որ մարդուն պետք է սուս-պուս տվեցի, լցվեցի, տվեցի, հիմա այսօր կարտոֆիլ ենք սարքելու հետաքրքիր ձևով, ուղղակի ուզում եմ միահավասար կարտոֆիլներ լցնեմ, մամայիս առաջարկեցի, ասի քեզ պետք չի կարտոֆիլ, ասավ չէ, տենց միահավասար կարտոֆիլներ ջոկ-ջոկեմ, քանի հատ, 2, 4, 6, 8, 10, 11, 15 հատ էլի երևի, բայց սրտովս չի, պատվալ գնալու հավես էլ չկա, որ ճիշտն ասեմ, այսօր էլ հյուրեր ենք ունենալու, սիրելի հետևորդներ ջան, գործերից մի մասը երեկ արել եմ, քանի որ գիտեր այսօր զբաղված եմ մտնելու, մի 3 հատ ավել դնեմ, մեկ դնեմ, այն որ լավ լվանում ես պրծնում ու զգում ես դուրս չեկավ այդ կարտոֆիլը, խորովելու բան չի, դրա համար ավել դնեմ ու հետո կհասկանամ էլի, որ վերջի պահին չասեմ, բա այս, չեմ սիրում հետո, որ հյուր ես կանչան, կամ պետք է չկանչես, կամ էլ պիտի լիարժեք հյուրասիրես, չգիտեմ։ Իմ մոտեցման ձևը էտա, կարտոֆիլ ունեմ, կարտոֆիլ կհյուրասիրեմ, խորոված ունեմ, խորոված, կապ չունի, թե վերմիշելի փլավ, թե մի բաժակ կոֆե, բայց ոնց ասեմ, իսրտե կհյուրասիրեմ, առանց մուննաթի, օպա, այս, բայց թե, մեր մոտ խորոված առնելու, էլի ինչպես միշտ, այս ընթացքը տենց ընթացքա, ինչև ես անիծան կգնա, ընդովել եք կանեմ, տենում եք, երբեմն էլ քննադատում եք, նայս թե մարդենք ամենքս տարբեր ենք, ամեն մարդ էլ իր ասելու ձևը գիտի, ինչ ասի, ոնց ասի, ինչևէ, բայց թե էսա համարյա թե մի ամիսա, օրվա մեջ մի անգամ պարտադիր խորոված ենք անում, այ ենտեղին կտորից չունեմ, հա, առավոտը այսօր ստեղեք մաքրեցի, լրիվ դեն գցեցի ու սրանք սիրելի հետևորդներ փրկություն են, այս մեկը սպրծավ, Երևան ընկնեմ էլի եմ առնելը, մի անգամից այս երկուսն էլ օգտագործում եմ, ու ինձ են որ քլնգում եք էլի կոպիտ ասած, նույն շորով ստեղ կսեց, նույն շորով ընդեղ կսեց, այ ձեր ցավը տանեմ, ոնց կլինի, մի անգամ փորձեցի ռոզովի տարբերակը վարդագույն, են էլ այդ իմ համար իմ աչքին, այդ որակը չուներ, դրա համար էլի գնացի դեղնի ումուդին, մեր հսկայական աղբը թափել են, տարել են, դա մի հատ մեծ երջանկություն է, երջանկություն, այս երեք լիմոն եմ ճզմել, մի հատ էլ, սենց անցնենք, բա ես ներքի հոտից արդեն շաշանում եմ, մամա ջան, Դա ինքը ոնց աներկմ, ասի թող ես էլ կներկեմ, ժամանակին մեր վերևի պատուհանները, դռները, սաղ ես էի ներկե,
Հավեսս գալիս էր, հնդով ավելի ջահել, ավելի առողջ ու առույգ, հա, սենց ասեմ։ Մի արդեն զգում եմ, որ այս ինչ մի բանը կարող է կամ անեմ, կամ էլ չէ։ Իսկ հնդով սաղանում է։ Համի ճիշտը, որ ասեմ, կամանց ես էլ եմ Նիկայի հետ համաձայնվում, որ դե իհարկե կարելի է եւ առնել, ոչ թե թխել, հետո գլուխը մոլորես, թե ինչ անեմ այդքանը, ճարատ կծած ուտում ես ու էլ ավելի չաղանում, որը որ պետք չի։ Այսօր ուզում եմ էլի գնամ Դանելյան, բայց ժամը 7-ից հետո ուզում եմ գնամ էլի քաղցր առնեմ, դրանց ուտեղ լիմոնով տորտ կարաչ կսկերավ այդ տորտը, այդ ես իմ համար եմ ուզում, Ալեքսս կրուասան է ուզում, Նիկային են երկարեկներներից կբերեմ, մի խոսքով էլի։ Կարտոֆիլը թող ջրի հետ լավ հնգերություն անի, ձեռի հետ, հմի որ նստեմ ընտի կոֆե խմեմ, ամուսնյակս ներկմա, հաստատ կբռնասնի, կասի Աննա, ես էլ կասեմ բա, ժողովուրդ, խնդրեմ, վայ, բավանց ցույց տամ, բավանց ծհեն, տեսակ իմ աշխատասերին, աշխատասեր, այդ ինչքան լավ, օպա, բաներ եք գրում ինձ, վայ, սովոր էի, որ ստեղ սեղանելներ, սեղաննել ստեղա, ապա ոնց նստենք, ոնց, այսենց, բա շտատիվ աղբորը սուր դնեմ, գործընկերոջս ավելի ճիշտ, աղբերս մի հատա ու թանգա, չէ, բժգմբ կլի, ճանապարհ ինձ տվեք, մի խանգարեք մարդիկ, ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնեմ, հատուկ այն վիդեոյի համար, որտեղ որ ես դառել էի 20 տարեկան, այն ինչքան հավեսով ես նկարահանեցի այդ վիդեոն, այ այդքան կյանք կա իմ մեջ, սիրելի հետևորդներ, ասաց իմ քույր Մանուշակին, ասմա քուրիկս դու քեզ թաղել ես, մի այդ օրը զարթնել էի, բայց թե այն որ գիտես մշտական չի, խոնախի պես է, էտա, բայց այո, Մանուշակը ինձ հասցրեց փաստորեն լավ ճանաչի, ու ինքը իմ վրա միշտ խոսում էր, նախատում էլի, ասում դու քեզ թաղել ես, դու քեզ ես, դու քեզ են, բայց թե հանգամանքներ կա, որ ասենք ես իմ լսարանի հետ այց մինչև Ֆ չեմ ասում, չեմ բացվում, բայց իմ հարազատ մարդկանց հետ այն, որ իրանք առանց իմ ասելու էլ հասկանում են, դրա համար այդ կյանքով ապրող մարդը, որպեսզի հոգեբանորեն ինքն իրեն ճնշված չզգա ու այսպես ասած անտեսված, ընտրում է մի այնպիսի ապրելակերպ, ապրելաոճ, որ նմանվի միապաղաղ կյանքի։ Մի Նիկան ինձ եկել էր, ես սենց մտմտում էի էլի, ասում էի հա լավ, ասենք սենց, բայց գիտես որ завтра или послезавтра ասել ռուսներին, թողում ու գնամ, իմաստը որն է, միգուցե լսարանս սխալ հասկանա, բայց քննադատական ոչ մի հատ գրառում չեմ ունեցել, ոչ մի հատ,
ոչ մի հատ ու շատ մեկնաբանեցիք, շատ հավեսով ակտիվություն ցույց տվիք ու մի քանի հոգի էլ անձնականից գրել եք, որ մենք այս ձևի Անահիտին միշտ ենք ուզում ու ամեն օր սիրելի հետևորդներ, այո, Անահիտը այդպիսին է, կա, կմնա, բայց կան, որ մի խոսքով էլի, չես ուզում սենց հանրայնացնես, երբեմն մարդիկ ասում են, հա, դե YouTube-ը մարդիկ նստում իրանց կյանքն են պատմում, չէ, կան մարդիկ, որ վլոգերներին ուրիշ աչքով են էլի նայում, բայց հավատացեք, որ դա տենց չի, ճիշտ է, մենք ցույց ենք տալիս մեր կյանքը, մեր առօրյան, մեր էսը, մեր այնը, հմերեք օրինակ, այնքան լավ ժամանակ ենք անցկացրել, դրանից հետո մաման եկավ, դրան առաջի օրը նորից նույնը, դրա ամեն օրը, բայց հո ասենք ես մանրակրկիտ ձևով չեմ նստում նկարահանում, այն որ մարդիկ էլ կան, որ չեն է նեղվի, գիտեմ, որ նկարեմ, դուրներն է կգա, բայց դա մերն է, դա մեր տանինն է, դա մեր համար է ու ճիշտ է, նկարում ես մի տեսակ պարտավորված էլ եմ զգում, որ ինչի չէ, ձեր հետ էլ մի քիչ ազնիվ լնեմ, գոնե մեր էստան ոչ թե մենակ ուտուշ-խմուշները ցույց տամ, այլև շփումն էլ ցույց տամ, մեկ էլի անում եմ, զուտ ես միշտ ասել եմ, բա եթե ես չլինեի բլոգեր, այլև հետևորդ, այդ սանդղակն էլ պետք է հաշվի առնել։ Դրա համար ես նույնիսկ այն բնավորությունս չթարգեցի, որ օրինակի համար սուրճը ամուսնուս հետ խմեմ, ոչ թե ձեր, որովհետև դուք էլ եք ինձ հարազատ, մենք այո, այս մի գավաթ սուրճի մեջ, սուրճի շուրջ, ընքան հավեսով զրույցներ են կարել, ընքան նեղությունս եմ կիսել ձեր հետ, այնքան, չգիտեմ, ամեն ձևով փորձել եմ, ասած մեր նախկին դասղեկին, այս մի ձեռի տեղը թողամ ու փորձեմ կիսվեմ ձեր հետ, որովհետև շատ դեպքերում ինձ օգնած եք եղել, ուղղություն եք տվել, ու դեռ տալիս եք, ու դեռ օգնում եք։ Այդ է խնդիրը, սիրելի հետևորդներ ջան, որ ոնց ասեմ էլի, այս մի բաժակ կոֆեն է մեզ կապել, համախմբել, հավաքել մի կլոր ու անծայրած իր սեղանի շուրջ, որ աստիճանաբար սկսում է այսպես իրոք լայն տարածում գտնել, ես չեմ ասի մենք մեծ ընտանիք ենք, նորից եմ ասում, որովհետև իմ համար մեծ լրիվ ուրիշ հասկացություն է, սիրելի հետևորդներ ջան, բայց կարևորը քանակը չի, կարևորը որակն է, ոնց սիրում եմ ասել, ու շնորհակալ եմ, որ հենց դուք եք իմ հետևորդները, շնորհակալ եմ, որ այս ինչքան լավ բաներ եք ասում մեզ, նկատում եք ամեն մի մանրուք, օրինակ էլի, երեք կարդում եմ մեկնաբանությունները, ասում եմ Աստված իմ, մարդիկ ինչքան ուշադիր են էլի, ոչ թե մենակ խոսքի դնում լսում են, այլև նայում էլ են փաստորեն, դե գրառումներից հասկանում ես էլի, ով է դնում լսում, ով է նայում, ու ասում եմ փառք քեզ Տեր ջան, շնորհակալ եմ, որ իրոք եղավ, կայացավ իմ մեսեջը ու դեռ ընդլայնվելու շատ տեղ ունի, սիրելի հետևորդներ ջան, ու ես միշտ սիրում եմ ասել, ով է Անահիտը առանց ձեզ, որովհետև այո, ցանկացած բլոգեր իրա լսարանով է և հայտնի դառնում, և ճանաչված, և գնահատված, այդ գնահատված լինելը
կապ չունի, տանը գնահատված լինեմ, դրսում, ձեր մոտ, YouTube հարթակում, թե որտեղ, թե անգամ հարազատներից մեջ գնահատված լինելը իմ համար ուրիշ հասկացություն է ու ուրիշ սպասում է, որին որ ես կյանքիս մեջ ամենաշատն եմ սպասում։ Չեմ սիրում ոչ անտեսել, ոչ անտեսվել, չեմ էլ սիրում երկկողմանի ու եռակողմանի ու ավել կողմանի այդ խաղեր, որովհետև ինչքան ուզում փորձես հմուտ խաղաս, մի անգամ գնդակը կամ ձեռքիցդ կամ ոտքիցդ կընկնի, չէ։ Դրա համար սիրում եմ ամեն ինչի բացնուշի դակը, ինչը ոնց կա, որը ոնց կա, բաներ էլ կա, որ հլավոր դեռ չեմ ասում, բայց ասել եմ, չէ, ասած իմ քույրաննային, ուրեմն դեռ այդ պահը չի հասել, հենց հասնի հաստատ ասել եմ։ Մեկ էլ այդ նամանավանդ, երբ որ գնացինք մեր տարածաշրջանի Սուրբ Նշանը, ես հասկացա, որ շատ մարդիկ կիսատ են նայել կամ միգուցե առաջ տալով են նայել, ինձ գրառումներ էի գրել, որ եկել եք հասել ժամի դուռը, այս անձրևը կգա, մտեք, մենք մտել ենք, սիրելի հետևորդներ ջան, ես ու Ալեքսս մտանք, Նիկան չմտավ, չուզեց ինքը, ես էլ մի 3 անգամ ասեցի, Էլ ավելը չէի, սկի այդ երորդն էր ավելորդ, ես չեմ սիրում ոչ 3 անգամ շեշտել, ասել, գնալ, ամեն ինչի երորդն էլ ավելորդ է, ճիշտ եմ ասում, ես չեմ սիրում երորդ դերը մտնելը։ Դրա համար հասկացա, որ համով էր կոֆես, հասկացա, որ շատ-շատերդ երևի կամ առաջ տալով եք նայել, կամ դե մարդ եք, ոնց հարմար ա եղել, դրա համար հիմա ուզեցի բարձրաձայնել, որ մտել ենք, ոնց կարելի է գնալու չմտնել, դա իմ ուղեղի մեջ չտեղավորվող բան է, անհնար է, ոնց կլինի տենց բան, են էլ մատուռ լինի, եկեղեցի լինի, ուր Աստծո դուռը գնաս, ոչ թե տուն, այլև դուռ, որովհետև Աստված ամեն ուր է իմ համար, իմ մտածելակերպի համար ու կոպիտ ասած իր տունը չունի, բոլորս էլ ինձ թվում է գիտենք, որ վերևից ամենուր ու անընդմեջ մեր հետ է, մեզ հսկում է, մենք իր հովանու ներքո ենք ու մեկը ես ինձ պաշտպանված եմ զգում, երբեմն էլ անօգնական եմ զգում, այո, նմապահեր, այնքան եմ անօգնական լինում, այնքան, որ այդ պահին չես իմանում ինչ անես ու ինչ ես անում, ասում ես Տեր ջան ինձ օգնի, ուղղություն տուր, էս արա, այն արա, ես գիտեմ, որ դու ինձ մենակ չես թողա, նմա անօգնական պահեր, ցավոք սրտի, շատ ալնում, բայց որ կարողանում ես հմտորեն թաքցնես կամ փորձես թաքցնես, բայց թե սիրտ է էլի։ Այ սրտի հետ կապված այն անգամ մի հատ գրառում էին գրել, ես չջնջեցի էլ, որովհետև մենակ պլյուս գրառումները չի էլի մինուս էլ թող լինի, ինչ կա դրա մեջ, գրել էր, որ մի հատ լավ հետևորդուհի, որ բանա, ոնց էր գրել, ֆսում ես, հա ֆսում ես, ինչ որ տենց մի բան էր գրել, այդ ֆսալը կարանի հար մարդն էլ ֆսա, քաշի հետ և կապ ունի և չունի, բայց սիրելի հետևորդներ ջան, բարի լինենք, ապրեք դուք, որ այդքան բարի եք, մինչև ես ուզեցել էի պաշտպանեմ ինձ, կամ գոնե մի հատ, առաջներում չէի պատասխանում, մի անգամից կամ ջնջում էի, որ Նիկան չտենա ինքը ջնջի, կամ էլ վայրկյանական հանգստյան գոտի էի ուղարկում, ընդեղ տեղը մութ է, իրանց համար հարմար կլինի, են էլ այս վերջերում որոշել եմ, որ ոչ, ինչու, չէ որ կարելի է
կարելի է որոշակի գործողություններ թողնել բարձի թողի վիճակի, որովհետև հետո դա հասկանում ես, որտեղ ինչ անես ու ոնց անես։ Այդքան մի բան փոքրիկ հմտություններ ա էլի, որ տարիների ընթացքում փորձում ես ձեռք բերես, սիրելի հետևորդներ ջան, ու ես ասի ինչ ուզում արնի, ուզում այդ գրառումը 100 լայք հավաքի, ուզում 200 նույնիսկ, հələ իմ հետևորդների քանակին, էսա 2 հետևորդից 29,000 ենք դառնում, այնինչ 46-ի վրա լրվեց, բա 29,000 նուր, 46 նուր, անհամեմատելի է, ու տենց բաներ, հետո Նիկան ասում է բեր ջնջեմ, ասում եմ իմաստը, արի լա մի հատ խորովեր լուծենք, լա եմ էջի հետևորդների քանակին ու լայքողներ, իմաստը, ու տենց էլ թողեցինք, անցանք առաջ, այնպես որ վսոցը կարաս արագ վազես վսաս, կարաս իրոք սենց էլի ենքան, գերելն ես, որ վսումը դուս գա, ճիշտ անենց էլ չի, որ մի հարեմ, ցավոք սրտի, էդ իմ ամենացավոտ կողմն է, ամենքին էլ ուզում է նիհար լնի, բարակ լնի, բայց կարևորը հոգով լավն լնենք, ինձ տենց է թվում, հետո Աստծուն փառք, որ 10 մարդու գործել հետս կանեմ, ու մեն մենակով, այնպես որ էլի կրկին անգամ ապրեք, որ այդքան լավն եք, ու ինչից հավեսս եկավ, որ չէիք վիրավորել, ընդհակառակ, նենց հավեսով պատասխան էիք տվել, ասմա, ոնց կարա կինը կնոջ մասին Ժաննա Թոմասյանն էր տենց գրել կարծեմ, եթե չեմ սխալվում, եկեք անուններ չտամ, կարող ասուտ ասեմ ու լնեմ խայտարակ համացանցով մեկ, ընդեղ գրել էիք, որ հբանա ոնց կարա էլի կինը կնոջը վիրավորի, հետո գրել էին ոնց կարելի է մարդը այսքան չար լինի, հետո էլի գրել էին, որ ժողովուրդ, արդյոք մենք հայ ենք, հայի գենը այս ձևի է, այդ տենց հավեսով ու հաճելի բաներ էիք գրել, իրոք այո, հայի գենը արարողա, ստեղծողա, ոնց ասեմ, իմ պատկերացումով հայի գենը ազնիվ է, մաքուր է, բարի է, կամեցող է, լավը ասող է, լավատես է, ու շատ ցավոք սրտի սփռված ցրված աշխարհով մեկ, հայի գենը ես այդպիսին եմ պատկերացնում, շիկահեր, կապուտաչա, արտվակիտ, մի խոսքով, բայց հայի գենը գիտենք, որ շատ փոփոխություններ էլի ենթարկվում, հետո երբեմն ես չեմ էլ ուզում չարանամ, որովհետև այսօր կյանքն ենքան դառն ու դաժան է, ենքան կարճ է, որ երբեք չես իմանում լույսդ որտեղ կմարի, դրա համար ամեն իմ մի օրը այն որ վեր եմ կենում, ասում եմ Աստված ջան, շնորհակալ եմ էլի քեզ, ինչ որ մի բանից է որ նեղվում եմ, ասում եմ ես գիտեմ լավ առնելու, մի ոչ երեք, ոչ այսօր, Ալեքս ասավ, չնկարես ինձ, այ է նորվա վլոգի սկիզբը հենց տենց իր ասելն էլ դրել եմ, երեխա է, սիրտը վերակացել, որովհետև գիտի պապան գնում է, մի խոսքով, հասկանալա պետք իրան, ես փորձում եմ հասկանամ, Նիկան էլ ասում է իրա հետ պետքը չի, երևի ուրիշ բաներից է նեղված, բայց այն որ առանց եմ խոսացնեմ, գիտեմ էլի որ ասելու աուֆ մամա, էլի գնաց այս պապան, ասում է ես չեմ գալու այրոպորտ, ես չեմ գալու ձեր օդանավակայանը, սենց զրույցներ ա տանում ու այս արդեն երկու օրվա համ նեղված է, համ էլ ագրեսիվ, շփումը չի ուզում, փակվում է ստեղ սենյակում, հեռախ երեք մաման որ եկավ, ասում արի չես գալի, եկավ մամային փաթաթվեց, պաչեց ու էլի եկավ իր հեռախոսին, այ էդ էր հետաքրքիրը, ու խոսալուց էլ չի ասում պապան, ասում է պապաս, ասում է ես չեմ գալու պապայիս օդանավակայան հաջող անեմ,
մի այդ հարցի շուրջ եմ էլի սենց մտորում, երևի թե, չգիտեմ, ոնց էլ եզրահանգեմ, կասեմ, ցույց կտամ ու կիմանաք էլի, մենք էլ ենք գնում թե չէ, ես որպես կին ես ուզում եմ, բայց ինձ պետք է մի կողմ դնել, Ալեքսի կարծիքը հաշվի առնեմ։ Բանա, սիրնիկա, թե ինձ թված։ Ասա, ես էի խոսում իրար։ Հա, դու ես եկել, ես էլ ասի ես ավար։ Վարպետն ա եկել։ Այն սենց բաներ, տենամ ինչա կատարվում։ Հա, կարամ կես ժամից կամ մի գնանք տենանք ինչա կատարվում։ Այդ նայեք սիրելի հետևորդներ, խնամքով, սիրուն, ես ինձ սիրուն անումա։ Այ հմի նոր եմ հասկանում, որ մենք այդքան փողը վարպետներին էինք տալիս, մի կանխի էր նեղվում, որովհետև իր ձեռից ամեն ինչ գալիս է, ուղղակի տանը չի իլում, որ անի։ Բայց նիկա, հա, փետի վրա որ ներկես ջանն ա քաշում, հա, փաստորեն, չի ներկվում, հա, ես թե չե զարմացա, Շատ գեշեր եղավ, որտեղ, հա, այդ մեջից չէ, մեջից չէ, մեջից, հա, այս շվել է ռգոն է, դեչվել երդեմ տականեր կվելի, այնիկա, բայց այդ բանա, վաչոն ճիշտ էր ասում, կարող է իրոք ես բանն է ներկենք չժանգի ավելի։ Չէ, այ մարդեդար չէ, դադրավ ներկելու վաղթի չի, դիս մարդա, յարգիտի կտրվի, դիզրա տիաննա, մարդա, ապել մեկ յատաչի, շին կարան, Վայ, հա, նստեցիս, բայ, ոնց կաս, դե լավ, ինչ անեմ, ինչ է, ասում էի բաղնիքը մի հատ բան էի ուզում ցույց տամ, Ռադես աբորձնիվ, հետո կծուց տասնի վրազա, գաթիմար հարցրի, Սերնես լվավ, հա, գաթիմա հարցրի, ասավ երկուսի կողմերն ալում, հմի դպրոցի, ասում եմ չէ, այդ երկար դասամիջոցի երեխեքը նենց գնում են, որ քիծրփելու վաղ չեն ունենում։ ու բադարա, Ես ինչ եմ առնի, ջերմուկ, լիմոնաթը թող Ալեքսը կառնի, հող քչի քարտի, դե վահեն կգա, վահեի հետ ավտով կգնանք էլի, ինչի, հանելու, ես կցել եմ քարտ, դուք քարտի դվայ, հողա պետք է, սա սազալդի լի փողուդի, ենա քարտի չտ դաս ասեք, բայց ես կարենա, ժողովուրդ, ճիշտ է ես հյուրեր եմ ունենալու, բայց շատ կարևոր հանդիպման եմ գնում ու նախընտրել եմ, երկար մտածեցի, ինչ հագնեմ, ոնց անեմ, նախընտրել եմ հագնեմ այս ձևով իմ կանաչ պիջակը, այսենց բոտիով, տաբատով ու տեսքս այս ձևի է, մտածում եմ, լավ է էլի վատ չի, ինչ կասեք։ Գնացի հոսպոտ իմ հետ, սիրտս գցում եմ մի այլ կարգի ժողովուրդ, չգիտեմ խի ասենց, ես եմ որ վախկոտների չեմ էլի, բայց մի տեսակ անհանգիստ է, մի հատ է շանել ֆրեշը սանեմ ու թռնեմ, ուր ես, օպա, այս հաստված չան իմ հետ, սանցիկ չգիտեմ վայում եմ, չանը, Նիկա, ես գնացի, եթե հանկարծ ուշանամ, Ալեքս նիրեքին պարապունքի է, հա,
կուղարկես ու շատ իր կլես էլի։ Այս տակիցը փնվում ուրա չակուց լավաշ առա, հաց առա, մի հատ հացը չգիտեմ հերիքա, լավաշն եմ շատ առել, մի հատ էլ առնեմ հաց, գնալ տեմ գաթեն մեջնա դրել, գնալ տեմ գաթեն, մի հատ էլ բերեմ հաց, կարողա քիչ ա իրոք ես հացը, քիչ ա, չէ, Այս ներկած է, շքան սիրուն էլա, թարմացավ, տեսեք, ուրա իմ սիրուն տղեն, տանն է իմ սիրուն տղեն, իմ պատկերը, դպրոց, գործ, նեղացել ես, դե բա, հլա տեսեք ես ինչքան շատ լավաշ եմ առել ու առաջի անգամ որ համառա համ կտրել պտի սիրելի հետևորդներ ճամ, մի հատ հաց առա, մի հատ ընդհանուր լավաշ առա, հանի, այս իմ սիրուն Ալեքսն է։ Բայց իմ շատ սերի բաժանորդներ, ոնց եք, լավ եք, ես լավ եմ։ Ինչ կա, լավ ես։ Հա, լավ եմ, դաթերին գասես մայրների մեջ ինձ կրդում։ Հա։ Հա, ես յան WhatsApp-ի մեջ եմ զայրյանի դարկեր։ Ժողորդ, պատկերացնում եք, այ սենց թեթև եմ հակել ու սարել, ինչքան սիրուն սազում է ինձ ես կոստը, մի այլ կարգի հավեսս բերեց, սիրուն, հա ջան, ահա, սիրելի հետևորդներ ջան, վերջացրեցին իմ համար մի շատ կարևոր գործ, որից հետո տուն եմ եկել, գնացել փուռ, գաթայի պատվիրել, ասեցի, որ Նիկան երեկ ուզում էր, այսօր էլ պատվիրեց, մի հատ էլ հաց բերի, Ալեքս, տետրդ վեր կալան գնացի, պրծի բոքոն ջան, շուտ արա, դե դու սարի, կողը եմ դրել, Դե չմանաս տակրին ինձ ասես կար յոթորներ կտնի, շուշան տոտայնը չմանաս, հա մամ, դե կասես շուշան տոտայն թողից կար յոթորներ կտնի ու տաթերին էլ կասես, հա մամ, կասեմ, Եվանուշ տակրին կինեն կասես ու գայան է տոտայն է, հա, չմանաս, անպայման, գնա, երեկ վայբերը պատահաբար ջնջել է Ալեքսը ու ուզմա, որ իրա ծանոթությունը բաժանորդների հետ վերականգնվի, ասմա մամա չմոռանա ու թվարկմա։ Մասի ու չասի մի խոսքով էլի։ Վայ, սիրելի հետևորդներ ջան, մի հատ մեծ քար սենց ուսերիցս եկավ ու վեր ընկավ, որովհետև շատ մի կարևոր խնդրի համար այս սաղ տարին համարյա թե պայքարում էի, այս ավերջնական հանգուցալուծումը որ գտնենք, պարզավոր բարձրաձայնելու եմ ու շատ ավելի որ հոգեպես ու ֆիզիկապես հանգիստ ես զգում քեզ, որ всё, այդ մի հարցի լուծումը կոնկրետ կթար։ Մի էսա մի հատ էլ կոֆե խմենք, հավեսս եկավ, ուզում եմ սենց թեթև ու բարակ հագնվեմ,
Բայց եղանակները հետ չեն ուզում, որ մենք սենց հագնվենք։ Նիկային ասում եմ կոֆե խմենք, ասում է հա, տակ գաթ եմ բերել եմ, բիսեդկմա։ Ասում եմ որտեղ խմենք, ասում է եթե չես մրսի բիսեդկան։ Ընդեղ դեքորոստան շուշեքը վերանգնեմ։ Համիրել էտա ուզում դզածվնի, ծքածվնի։ Ու էտա մի հատ կոֆե խմենք, գործերում եմ։ Գործերովս զբաղվեմ պարտադիր, որովհետև այսօր հյուրեր ունենք։ Ասա ամեն օր էլ ունես, բայց թե ամեն օր էլ պարտաճանաչ պիոների պես ուզում եմ, որ ձերի հետևորդներ ես իմ արած գործից գողլնեմ ու լավ զգանից։ Այդ թե ինչ եմ ուզում։ Ալեքսս գնաց, ուզում էի ասեմ ֆոտոսեսիոն։ Մենք եմ արկնիկ, նստենք բիսեդ կամ մի կոֆի խմենք, օպալա, շտատիվս։ Նիկամ է գնաց շինանյութի խանութ, սամարեզ առնելու, կոֆեն խմենք, ահա ներկավ։ Բարձանամ վերև, էլի նորից փոխվեմ, ու վսյո, ծտերը ոնց են երկը, հա, երկու տակ ցելոֆանով թաթի, որ տակ լնի, բայց գաթ են ահովանը մարդեն, արի էլի, արի, շատ տակ չեր, արի, բա, Չո, հեսիշ լավն է, բիսեդկեն էլի չպագվեց, չեմ էլ ասի, որովհետև դրա վախտը չի իրոք, ես էլ խոսքս օթում չեմ ծախսի, օպա, ուի տակ էր, սկսել եմ տակին չդիմանալ, մի հատ նայեք, ես ինչ անուշ գաթեք եմ առել, իհարկե այսքան է պեղել եմ տանելու, բայց ոչ մի անուշ, ոնց են ասում համով, ես էլ կտնում է, ախր, Ալեքսս էլ տակ համը տեսավ, խոյ, կոֆեից լավ է չկան, այդպես ինձ սիրում գաթեք հա, նայ, այն, թե համը տես, մի հատ այնչ պետք է, շատ պետք է։ այսքանը կիլոու կես, Կիլոյով են ծախը։ Կիլոն 1009 Են ակամ համով էր, տակ Լավն է Սրանք արել ավ հետո կցել տակացնել Կամ միկրովաղնով կամ Այրոգրիլը մեխորոված է, լավ տակացվի, Ալեքսը կերը Նայադրիլը մեխորոված Ճոն ծտեր ճոն Շարունակվում է մեր օրը սիրելի հետևորդներ ջան Այսօր էլ ահագին գործ արինք Ես իմ փայով Նիկան իրա Ուրեմն հանդիպում էլ ունեի շատ կարևոր ինձ հետաքրքրող հարցերի պատասխանը հնարավորինս ձևով փորձեցի ստանամ այսպես դրան զուգահեռ էլ
Ժամը 7-ի կողմերը հյուրեր ունենք։ Ոնց մենք հայերս սիրում ենք ասենք, կանչվոր ունենք, կանչվոր։ Ու այսենց պատրաստությունների մեջ ենք։ Մենակ սեղանն եմ բացել, ոչ մի բան դեռ չեմ արել։ Սալատ մալատ, աս աղջիկ ջան, սալատը հասկացանք, բամալատը որն է։ Մի մասը սարքել եմ, մի մասը չէ, ապա, ես ավելի լավներ, կամ են մի տեսակը, այդ տեսակի բեկոնին եմ ու ձեռքերս էլ նենց ադողում, մարդ չի հասկանում, ինչ եմ նախնդիրը։ Այսենց։ Գործերի մեջ ենք Նիկոն կրակ ավարան, եղանակը ցրտեց, ժողովուրդ հեչ, չի ուզում տաքանա հեչ, ոչ մի ձևի, չի ուզում, որ տաքացած լինի, այս ավելի լավ էր։ Հլա ասեք տնան, ովքեր են սենց պատրաստել ու անուշարել։ Խանութ էլ տեմ գնա, բայց եվ չգիտեմ, վահեն կգա երևի, հույսս տրել եմ, վահեի հետ կգնա։ Թե որ այդ է լավ չի։ Հլա սպասեք տնամ, ինչա կատարվեմ։ Այսենց։ Մի տեսակ տարօրինակ ձևի հոգնածություն անսկում, բայց խիտ չգիտեմ։ Ժողովուրդ, что тут творится, ախ ես մեկը, բայց ոչ աղարի, ոչ նախշեցի, եկեք ես երկուսը կոնը տենց հանը, որ չխառնեմ։ Այ աստվածին, որսում եմ, թեթևեի է հակնվել, որ ուվ եսին։ Տակ, այս էլ սենց անենք, մնաց մի քանի հատ։ Մի հատ թմբլ կարտոֆիլ ենք վերցնեմ, որ իրան այս հենց ավեսով ծածկի։ Հետո անցանք սրան,
Բայց այսա հլաստուկ եմ տնամ, կարծեմ էլի պետքա եղներ տանը, սրանք նիկայի բերած յուրշիկներն են, բեկոն, մեկոն, տենց բաներ, մի դե քանի դնեմ, գնալու օրերը մոտիկան եմ, ասում եմ ինչ տեստանի հետը, ասում եմ ոչ մի բան, ասում եմ այդ տղա, նենց հետևորդներ ունեմ, ինձանից շատ են անհանգստանում, չակերտների մեջ ասեմ, քննարկում, թե ինչ դրինք, ինչ տարավ, բաղաց կգնի տենց, ասում եմ, տանողը ես եմ, ես չեմ ուզում, Thank you. Լավով քննարկում։ Ձերքերս տաքացնեի սաղելա։ Չկտրեցիր, հա? Ով քեզ ասա։ Կտրած, հա, սենք։ Հա։ Ինձա, ես բարվարում։ Ես ադրանք տարկեր եմ, տարկեր, շամպուրները ձեր եմ, բլոպորտ եմ, շամպուրները։ Ծորի հետ ամաններս լվացի, ստեղսից հանք, այ, մավերս կապել եմ, հեսա մի հատ եմ, ես գիտեի, որ մի հատիվ կա 150 գրամ, բայց կարող է և չբացեմ, դեպ մի ուրիշ անգամ չէ, սաղ մի անգամից պետք չի, ինչ կասեք։ Ստեղ ես անեմ, թե դրան նստեղ արանդի ծուտը։ Չէ, ստեղ կարամ եմ, դիտեվանի տնեմ այդ վանի վրա պատստավքի։ Եթե կարա կլիկո փոք, լավի ռեյս կադենք։ Так. Հեռախոսս ես կոչ։ Սոխտեմ չեմ ակվի։ Եթե կանանչի ուտես, կարելի կանանչոց խարդել, չէ՞։ Կանանչու։ Իհարկե։ Այ, ունեմ։ Բայց ունեմ, եթե ունեմ։ Բայց երեկ ասային, մտքումդ որտեղ էլի կճուճը մտ եղ կգնի, դրանք հո հենց ուղիղ իմաստով խոսքեր չեն, այսինքն չունես կարաս գնաս առնես, այ ետ էլ էդ խոսքն է էլի, ինչ կասեք, սիրելի հետևորդներ, էդ էլ էտ է, գիտեք, ոնց ասեմ, ունքան հաճելի ու լավ ալում, որ խոսքի տան մեջ դուք ու գործն ես ունենում, ամուսինը տիրա, վերջ էլի ամեն մարդ իրա տեղը իմանում է։ Այստեղին շորերի մասին ես վերջերեմ շատ եմ ասում, բայց թե բա ինչ անեմ, թև չկա։
տարբերակ չկա։ Դուք ուզում եք որ ասեմ, ես էլ ասում եմ, քանի որ ձեզ շատ եմ սիրում։ Օպա, թոսեցել ինչ դիլն է վաշնբան։ Ուել չեմ ուզում, հեն մեկը բացեմ, հեն մեկ բան էլ որ կլնի էլի։ Դիր։ Ովքեր են սիրում սենց բան, համեցեք։ Եկեք, ասենք, խոսանք։ Զրուցենք։ Ինչ ունեմ, երշիկ, սջուղ, հա, կա, տանը տենաս տենց բան աստված ջան։ Սեղան ես գցեմ, ուզում ես մի քիչ լավ գցես էլի։ Շատ լավ է։ Նկարչություն ենք անում։ Նկարչություն։ Հոպա։ Այսենց, հավեսով։ Նած վերջինը, ուրա, ուրա, ուրա։ Կտրելնա, տարավ վարշանիկան։ Ինձնից առանձին բաղադրա տոմսեի կուզե, ես էլ նկարել եմ։ Ինքն էլ է արդեն սովորել ասնա, արի սարքենք, որ մեկս մյուսից չխանգարենք։ Ինչ առաջ, իմ մոտ հարց, ինչը մենք հանելու քաբաբը։ Ես նամարդ հետ գնաց տեղը։ Հետ գնաց լավարեց։ Եմ երջի։ Շատ լավ է։ Գերավից։ Հələ դուք տեսեք, թե ես քանի ձևի, տո երջի, տո կանաչի, ինչ ասել ոչ չունեմ, խնդրում, ինչքան ասես, ինչ ձև ասես, են ուրիշ տեղ չունենք, դե տանան սոխ ունենք, ես եկեք սենց հանենք, օբա, սա գնաց տեղ, տարածքս մի հատ, նայք, ես սրպելուննա, ես ձերիննա, ախր ամեն լոպ է, որ չես կարա դնա ես ցույց տաս, դնա ես ցույց տաս, ինչ երշիկներ ունեմ ես, օպա, ես մեկ, կոնյակով էլ ունենք, արի ես հետ հանենք, կիսատները օգտագործենք, հետո նոր անցնենք մյուսին, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս սենց սիրելի հետևորդներս, որ դուք եք այդտեղ հետ, այս մի տոմատ, ինչ ունենք դանակ, ինչ կոմ
Դեմ կամիներ դրա համար շատ լի ու քիչ չկնի էլի որ վերջի պահին չխառնվեմ ինչ կասեք հետո որ կասեք համաձայն եմ Անահիտ ճիշտ ես ասած կտրենք հնանախտ թթու գծու չեմ հանելու որովհետև քաբաբի հետ հիմնականը պիցիկ կա կետչուպ այդ բաներն այս սալոտով աստեղ սաստեղ հետո կդասավորեմ սիրուն այս երշիկը ես մենակ կտրել եմ համ անգամ չեմ տեսել չեմ էլ պատրաստվում բայց իմ Ալեքսն էլ ավելի շատ սա է սիրում քան օրինակ այս մյուս երշիկները հետաքրքիր է Նայանիկան էլ ասա սիրում այդ դա էր ինձ հետաքրքիր նայդ որ էտա ասած կեսուր իսկ գենի Ալեքս ջան քնած ավ գիտի դանակս խողում դասավորենք, որովհետև սևի հետևորդներ ջան ստեղ ուրիշ բաներ էլ ունեմ տնելը որ հասկանամ ինչ եմ դնում, ոնց եմ դնում Նա դա ինձ կտրի Փախի կտրան որ հարմար էլի վերցնել ես ինձ քիչ չես կամ կարամ կտրան նայ ինձ ոնց հարմար է ինչպես կա ինձ պետք է տանեմ կավատ գարշը
Հիմա սիրելի հետևորդներ ջան, որոշ պատրաստություններ արդեն իսկ տեսել եմ սեղանը պատրաստելու համար այսպիսի ափսե ունեմ երշիկներով պանիր տեսականի թարխունի հետ ուզում եմ ցույց տամ աղցանի վերջնական տեսքը թաբուլեն տեսախցի կթեքեմ որ ավելի լավ երևա առատ կիտրոն եմ ճզմել թաբուլեի համովությունը հենց այդ կիտրոնի արկայության հետ եմ ես կապում կարող ենք մատուցել կիտրոնով, բայց ես այնքան առատ կիտրոն եմ դրել, որ դրա կարիքը հաստատ չկա։ Սա մի հատ։ Մի հատ։ Մենք ունի քատել ենք Այնտեղ արդեն քաբաբն է պատրաստում, հիշում եք, որ ասում էի վարունգով, թարմը վարունգով աղցան պատրաստել ենք մի քիչ առաջ, համը տեսել, շատ ավելի լավ է ստացվում, ավելի հետաքրքիր ու համով համա տալիս հետևորդներ Ճիշտ է հյուրերս շատ են առիթները մեկը մյուսի հետ կապակցված, կարող եմ միանգամից ընդհանուր խառնել, բայց այս պահին այսպես եմ ուզում մտածում եմ լավ Ահա, սիրելի հետևորդներ ջան, կրակն արդեն վառել ենք, այս սկզբի պահը ես չեմ կարողացել ֆիքսել, որովհետև ես էլ տանն էի զբաղված, ինչև է, եկեք գոնե այս պահը, կարող եմ ֆիքսեմ, կրակը դեստեյջ է, ինչ անեմ ես ասա Պտտեն ինչ անեմ, ասա։ Չէ, դուր կտաս։ Սան շատ զգուշ ապետք է։ Հա, ես այդ ուրեմը չգիտեմ։ Տեսեք, մեր քաբաբների տեսքը, ֆարշը խփելուց հետո, ինչքան, երևի մի 4 ժամ մնացել է, չէ, ուրիշ գործ են կարել, բայց առավել ևս մի ժամ հետո կարան խփեն, չէ, Նիկա, շամփուրին։ Դե հա, նայած, խփող, նայած, ով կանի, ինձ կանի։ Ենքան էլ անուշ բույր է տարածվել, ստեղ թասի մեջ կա գորջուր, ստեղ այս վիճակն է, անուշ աբուրան, Արդեն իսկ ստացվում էլ ասելի հետևորդ։ Հա, վելա չեմ հասցրել է։ Չի հասցնում համ խփի, համ շարի, համ պտտի։ Դու աման գնա բերաննա, աման, հանելու վաղն արդեն։ Այդ բրախի սաղ ամաննա պետք։ Տակը լավաշ կցի, ինչ ես կցել ու չգիտեմ։ Լավաշ կկցեմ։ Ես այդ մեկն էլ տնես։ Տեխի չար կցիրի մի հետի զայվատ։
Համոտ ձեռքեր։ Համոտ։ Կրակը նստել։ Գնամ ամանի հետևից։ Այ ես ընթացքում ինչով էի զբաղված։ Սրանով, այս գործերով։ Սիրելի հետևորդներ ջան, ես չի որ արապ էի, իհարկե ոչ գործով, աշխատանքային, ոնց սիրում ենք շատերս ասել։ Ահա, այստեղ էլ այս սենց կանեմ, ոպա, խնդրեմ, գնացինք, այստեղ այս վիճակն է, Իսկ պատրտել է պետք է։ տեսեք, որ յուղը կատ կթում է ուղղակի, մի հատ մոտ Յուղ կա, որ յուղը քիչ եղավ իրեն։ նայ, հիմա ինչ եմ անում, սա էլ եմ լավ, այսպես հավասարաչափ խառնում, սիրելի հետևորդներ ջան, ու ես թվում է չկա մի մարդ, ով որ որևիցե մի ժամանակում կհոգնի այս աղցանից, ինչքան էլ որ, այսպես ասած, տարիների պատմություն ունի, այս տեսքն ունի, ավելացրեցինք մատուցման ամանի մեջ, պսեի մեջ, շատ համով է, փորձեք թարմ վարունգով, վստահ եմ, որ կհավանեք։ Այսպես։ Անցնենք վարունգ պամիդորին։ Ահա սիրելի հետևորդներ ջան, եկել է այն պահը, որ Ահա։ Այնա, բարիոտ։ Ես չի արի։ Kabab çözmek ara hey. Tuha. Քեշը։ Tuha. Աննա գնացեք ազիսերան գցեք, կամ գնացեք վահեիդ իմ փողա։ Սիրելի հետևորդներ ջան, ստեղ սրբիչով փաթաթել ենք, որ մի մասն էլ, հա, ինքը լինի, ստեղ համով այս վիճակն է, պատրաստի, հյուրերս կամաց գալիս են, մաման դեռ չի եկել, սեղանը կամաց դնում ենք, Ալեքս, ընդեղ էլի կրակ-մրակ են վառում, քաբաբ են շարում, մի խոսքով, մենք էլ երևի թե մի հատ գինի հանեմ, դնում հլա ինչ գինի ենք խմելու, Opa. Քանի ձևի
գինի ունենք։ Ուզում եմ հասկանամ, որը խմենք, որը թողանք։ Ոնց էլ ասնել, խմենք, մթամ սաղ թամամը։ Էտ։ Ուրեմն, էսա բա, հայկական գինի, կիսաքաղցր, կանանք սա խմենք։ Կարանք այս լռան գինին խմենք, հեսա, կարանք, այդ որը, միտեղ էլ էի ունենալը, այս ինչ համ, սա էլ է խմելու, օպա, սա էլ, կարել է, Սա էլ Լա այդ ես վարը խմենք էլի Լված մանուչ կապի դիրքը ոնց որ ճիշտ է Հա? Բայց հա դե բոլոր դեպքերում դու բաց մեջ պետք է ոնց անում Եթե դու ունդեղ դուրս չունենայից կարար ունիտազես կոմենտ լվանային Նա եթե բացած բան չկա, մի բաց Խի, չտես խմի Հա դե ձև իմար կոմի հոդը ճոտքի Ով է Կարելի է Մի կտոր Очень я тоже. Յուրասիրն իմ մամջան։ Նոնայ Այսօր ես միջին այս համտենամ։ Արդեն իսկ մատուցենք կարտոֆիլը Տեսեք, թե ինչքան ինքը լավ ու հավեսով հաստատվել Մի քիչ համություն չկա։ Քաբաբ Սող Մատուցենք